Պետություն կայացնել շատ դժվար բան է, ասել եմ ասելու, որ հիշեցնում եմ ես միշտ գերմանական տարբերակ, որտեղ մեր պարամետրերը ճիշտ է, Համընկնում են ինչ-որ։ Այո, ինչ-որ տեղ համընկնում են, դրա համար այ հրաշալի ասեցիք, Բիսմարն ասում էր, որ պետությունը ստեղծում արյունով եւ երկաթով եւ ինքը ստեղծեց Գերմանիա, որը երկու անգամ էլ ջախջախվում է, ելի պոտենցիալը պահում է, այն ձևի Գերմանիա է ստեղծել, թե չէ Գերմանիան ինչ էր, 1000 իշխանապետություններ, ինչ-որ էլ ապարանցի, էլ ախալքալակցի, էլ Ղարաբաղցի, նույն վիճակներ են դեղ էլի, հասկանում եք ոնց է, Գերմանիա, մինչև Բիսմարկը, ուզում եմ ասեմ, ես կամ մնացած ամեն ինչ։ Պաստորեն, եթե ամփոփենք տարի, ամփոփենք երկիրը կայունություն է ձեռք բերել, ես շատ եմ ասել պատերազմից հետո, որ մեզ առաջին հերթին կայունություն է պետք, որպես պետություն, որպեսզի եւ ժողովրդավարություն ունենանք, եւ զարգացում ունենք, եւ հետո է ժողովուրդը շնչելու հնարավորություն ունենա, այսքան վերքից, կորուստից ամեն ինչից հետո, ապա քիվի չէ մեծ լայն իմաստով, օրդ կարգ ու կանոն, ուրեմն դա է պետք, իսկ դա շատ է, այս տարի հարաբերական կայունություն կա սահմանային գոտում, գիտեք ինչ է, ճիշտ է, որ արդեն ադրբեջանցիներին դուրս պիտի շպրտել դրա մասին պիտի մտածել, այս ուրեմն, բայց հիմա եթե գնում ենք այդ դրա համար եւ դրա արդյունքը մենք տեսանք անմիջապես Հայաստանի Հանրապետություն, բոլոր ճանապարհներն ասֆալտապատ են, մարդկա պայթում է իմ ասածը վրա, ես Նիկոլին չեմ պաշտպանում, էլի, կուզեմ էլ կպաշտպանեմ, կասեմ լավ եմ անում, բայց ուզում եմ ասել, իրենք թող անեին, էլի, իրենք այսպես օջախում խորոված էին ուտում, ովքեր գիտեն, իրենց այդ միջև քթներն էր յուղոտ, մուղոտ, էլի, պրեզիդենտ չէր, էլի, ուզում եմ ասել, այս թող իրենք անեին եւ դպրոցներ եւ այլն կան արդեն մուսուլման գաբարդեզներ, այդ կայունությունը որ չլիներ, սա չէր լինելու, տնտեսականն էլ ասեմ ձեզ, որոշակի տեսնում եք, չեմ ասում շատ է լավացել, բայց վիճակի փոփոխություն կա։ Դե բողոքելու դեռ տեղեր։ Բողոքելու տեղեր միշտ է լինելու, ամերիկացիքել են բողոքում, հիմա որ Սան Ֆրանցիսկո եք գնում են, ինչը հոմլեսները լցված են, մի հսկատեղ ձեզ էլ ասում են հանգարց այդ թաղամաս չգնաք, գործ չունեք, այդ միշտ լինելու է, այդ չափի մասին է խոսքը, ոչ թե ընդհանրապես պետք է լինի, իհարկե մեր մոտ այդ հարցը կա, սոցիալական եւ այլն, բայց այստեղ լավագույն կոնցեպցիան քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության կոնցեպցիան է, որ ունի բանաձև, Հայաստանում հարուստներ շատ պիտի լինեն, բայց աղքատներ չպիտի լինեն։ Մենք պետք է այս քաղաքականություն ունենք։ Հարուստներն օրենքի մասին է խոսքը, օրենքով կարգավորված։ Պիտի շատ լինի, շատ լինի, բայց աղքատ չպիտի լինի։ Ոչ թե բոլորս հավասարվենք աղքատության վրա, ինչպես սովետական միություններ։ Նա հարուստ ցույց տան ասեն եւ անեն։ Այս մտածողության հարցը, եթե փոխում է, այդ իմաստով հիմա ուրիշ հարց է գալիս։ Եթե ուզում ենք վերականգնվենք, շարունակենք, համագարկային դառնա փոփոխություն, որտեղ սա պիտի վերածի պոտենցիալ էներգիան կինետիկ էներգիա է վերածվի, հա, որպեսզի լինի, հիմա կառավարությունը շտապ չէ, բայց շատ հիմնավոր մսուր մանկապարտեզ մինչև բու, այս ցիկլը ամբողջովին պիտի իսկական վերակառուցման ծրագրի մեջ տնի։ 5-6 տարի հետո Կրթական, առատ, եւ դաստիարակ չկա։ Դե կրթական, եթե նորմալ եք անում, դաստիարակությունը գալիս է։ Այդ այդպես չի, որ հիմա ինչ է, հիմա բուհերում ինչ է, ասում են ինչ է, մանկավարժական հմտությունները պիտի շատ լավ լինի, ես էլ ասում եմ ինչի համար լինի, գիտելիք պիտի լինի, թե չէ։ Պրոբլեմ էլ կա, չէ, այնքան արեցին ծնողների ուղեղը լցրեմին, որ դասագրքերը պիտի շատ պարզ գրվեն։ Ես ձեզ ասեմ, որպես գիտության դոկտոր եւ տեխնացու տարբեր ոլորտներում, գիտելիքը պարզ չի կարող լինել։ Այդ պրիմիտիվացումը բերեց այս բանի եւ ես դա քննադատել եմ քննադատում ծրագրերն ինչ է պարզ բդիլնի չէ խրթին չպետք լինի ոչ թե պարզ պետք լինի հասարակ բան երեխաները ամբողջ օրը տանը դաս են սովորում ճիշտ է որովհետեւ դպրոցը լավ չի սովորեցնում հիմա իմ ասածներն է որ մենք ունենք նյութատեխնիկական բազա դպրոցում ունենք դպրոցները վերականգնվել են դասարանների հարցերը լուծված է շատ քիչ բան է մնացել հիմա քանի որ սա նյութատեխնիկական բազան է ոնց որ թե
գումար ունես, կարող ես բիզնես սկսես, էլի։ Հիմա սա կուտակում է, հիմա պետք է շատ հիմնավոր մսուր մանկապարտեզից մինչև բուհ ուրեմն այս իսկական խորքային բարեփոխումներ սկսել, որտեղ ձևայնությունը քչացնել դաստիարակության մեթոդների չափը կրճատել, որտեղ դա ոչ մեկ ինչու, որտեղ դա եթե 100% է, եթե դուք դաստիարակություն 90% եք դարձնում, 10%-ով գիտելիք չեք ունենալու։ Այսինքն համամասնություն գտնել եւ միշտ իմանալ, որ դպրոցի խնդիրը առաջինը գիտելիք տալն է, ոչ թե դաստիարակություն։ Չեմ հակադրում։ Այս համամասնություն շատ է խախտված։ Դրա համար մարդիկ ասում են սովետական դպրոցն ավելի լավն էր։ Ուրեմն այս եւ անգլերեն լեզուն համակարգչի հետ ուղղակի պիտի դարձնել կենցաղ, սա անխուսափելի բան է, այսպես փառքաստո ուրիշ բան կա նաև Ֆրանսիայի հետ այսպեսի մերձեցում ունենք, բայց ֆրանսիական մշակույթի ազդեցությունը չկա, այս ռեստորան, սրճարան եւ այլն, բերեք լցվեք, Շարլ Ազնավուր եւ այլն, ինչ ունենք, հրաշք է այդ ամենը։ Ուզում եմ ասել, այս մասը, գիտեք հարցադրում ինչու է, որովհետեւ եթե մենք այդ դպրոցական ցիկլը չենք ունենա իսկական, ընդ որում այստեղ ասեմ, որ Ֆինլանդիայի օրինակը մեզ ոչինչ չի տա, որտեղ Ֆինլանդիան այնքան գումարներ ունի միջոցներ, որ կարող է 10-100,000 երեխա ձրի պահել։ Պիտի նայել երկրի կարողություններին եւ հիմնավոր կրթությունը նաեւ ազգային ավանդույթների մեջ պահել, այդպես չի որ այստեղից վերցնենք, այնտեղից վերցնենք, այն Բոլոնիա բան, այդ բոլորը նաեւ կողոպուտի ճանապարհներ են, գնալ, մանգալ, բան 10-20 տարի։ Ուրեմն սա շատ հիմնավոր պիտի արվի։ Դրա վրա ինչու եմ ասում, որտեղ հիմա նորից ամերիկյան տեսնում եք արդեն տեխնոլոգիան գալիս է, արհեստական բանականությունը շարժվել է, չէ Հայաստան, եւ դա լինելու է, եթե Թրամփի ուղին լինելու է, չզարգացած Հայաստան չի կարող լինել, չսպասարկի, սա ռուսական տարբերակը չի։ Ուրեմն դրա համար հարց է Հայաստանի որ բուհերն են սպասարկելու այս տեխնոլոգիական հեղաշրջումները, որ բուհը կարող եք ասել, ոչ մեկի վիճակի չի սպասարկելու։ Այդ այն չի որ էլի գնանք սովորենք, չգանք եւ այլն։ Մենք պետք է կրթություն ունենանք, մենք ավանդականորեն, այս սա հարցը։ Մենք դրսում ունենք պոտենցիալ, որ կարող են գալ այստեղ եւ կարող են գալ, բան, բայց այդպես չպետք է լինի, որտեղ մենք պետք է հիշենք միշտ, ինչպես գերմանացիները միշտ հիշում են, արևելքում Մոսկվան է, արևմուտքում Փարիզն է, գլխավերևն էլ Լոնդոնն է, այդ գիտակցությամբ էր բանը ստեղծում Բիսմարկը, այն Գերմանիան, մենք էլ ունենք արևելքում Բաքու, արևմուտքում Անկարա, վերևում Թիֆլիս, ներքևում էլ Թեհրան։ Հիմա այս նշանակում է Հայաստանի գեոստրատեգիական դիրքը 100%-ով դրական չի, չեմ ուզում բաներ ասեմ, հետևաբար մենք պետք է նկատի ունենանք, որ ներսից պիտի լինի ինչ-որ բան։ Այստեղ էլ մի բան ասեմ, որտեղ հիմա ժամանակները խաղաղվել են այսպես։ Մենք պետք է զարգացնենք այս ամեն ինչի հետ ոչ մետաղական հանքարդյունաբերությունը։ Դա բացառիկ հնարավորություն ունենք, եթե Ադրբեջանի պետք չի անդադ ոռնալ, իրենք նավթ ունեն, հիմա կարող է ծերից վերցնեիք, հիմա Ադրբեջանը նավթ ունի, Վրաստանը ցիտրուս ունի, չգիտեմ ինչ, ես Հայաստանն ունի ոչ մետաղական հանքերի ունիկալ պաշար, որոնց մեջ քարը իր բազմազանությամբ եւ այլն, այսինքն մեր բրենդն էլ դա կարող է լինել բրենդ, եթե ասում եմ։ Բայց ինչպես եք պատկերացնում այդ հանքարդյունաբերությունը, քիմիան հիմա գալիս է հաջորդին։ Մեզ պետք է քիմիայի վերականգնում, ինչու, որտեղ էկոլոգիայի խնդիր կա, քիմիան ինքնին բարիք է, որոշ ճյուղեր, օրգանական, անօրգանական եւ այլն։ Եվ իմ ընկերներից մեկն ասում է դա նաև էժան է, հնարավոր է զարգացնել, էլի։ Ուրեմն այս բոլորը ինչ է լինում, ստացվում է, որ մենք կանգնել ենք պատմական մեծ վերափոխումների առաջ եւ հիմքը պիտի լինի հստակ մերը, որն է։ Եվ Նիկոլ Փաշինյանը երբ ամփոփեց տարին Սանկտ-Պետերբուրգում, ասեց խաղաղություն ենք բերել առաջ։ Դրա համար խաղաղություն է պետք, առանց խաղաղության դա չի լինի, բայց չի լինի առանց խաղաղության։ Հիմա մի րոպե հետ ասեմ, ակնունքը ելակետն էլ պիտի լինի հստակ մոդելը պետականության առումով։ Մեր պետականությունը կայացել է Արտաշեսից սկսած, երբ որ նա հայկական
ինքնատիպ մշակութային իրականությանը խառնեց հունականը, հելենիստականը, այստեղ առաջացավ այն հզոր Հայաստան Տիգրան, եւ մինչեւ տրթադմեց այստեղ հիմքը արդեն 100% է տրթադմեց Գրիգոր Լուսավորիչ 301 թվական, այստեղից մեկնակետը, հա մեր կոնցեպցիան նաեւ քրիստոնյա ժողովրդական, որ կարծում եմ, որ այսպես ուրեմն մնացածը կյանքին թելադրի, խաղաղությունն անշուշտ պիտի խաղաղություն ուզենք, բայց ես չեմ ուզում վարակված լինենք խաղաղությամբ, որովհետև խաղաղությունը մեզնից չի կախված, չէ, մենք տեսանք, որ շատ բան մեզնից չի կախված, նույնիսկ մեր անվտանգությունը բարձվեց մեզնից, մեր գեներալները մեզնից չէին կախված, ուր մնաց, ասիկ պետության վերակառուցումը պետք, եւ իհարկե խաղաղություն լինի, որպես կարողանանք սերունդ աճի, չէ, այս կորուստները, բարոյական հազար մի կորուստ կա, չեմ ուզում այս հարցերը անընդհատ, որտեղ մենք նաեւ մի քիչ սովորություն ունենք, էլի, այդ ուղղությամբ շատ բան անել։ Եկեղեցու նոր կաթողիկոսին էլ հիմքվանից ես առաջարկ ունեմ, էլի։ Ինչքան գիտեմ, նոր կաթողիկոս, նորը պետք է լինի, հաստատ պետք է լինի, չի կարող լինել, դա վերջացած բան է, ուղղակի պետք է քրեականով կգնա, ինչ եղել է։ Պետությունը խաղ այս կիրակի հնարավոր է այդ ամենը։ Չգիտեմ, ես դա ասում եմ, բայց դա կարող է դիվերսիոն գաղափար, չգիտեմ։ Այստեղ բան կա, նոր կաթողիկոսը կամ տեղապահը պետք է ուրեմն 7 մեռելոց ունի եկեղեցին, կարծեմ 7 է։ 7 մեռելոցը պետք է կրճատել եւ ապրելոցների վրա տոներ պետք է անել։ Միջ ապրելոց չունի մի հատ։ Քանի տարի, որ նոր չեմ ասում, այդ Սերժի ժամանակ եմ ասել, եղբայր, 7 մեռելոց ունես, թե 5 մեռելոց։ Չլինի մեր պատել ապրելոց ունենանք, մենք ինչ է, եւ ուզում եմ ասել սրանք այն հարցերն են, որը մեր ժողովրդի վերականգնի եւ այսպես իմ պատկերի առաջ այսպես է գալիս, եթե մենք սրանք անում ենք, Արտաշեսը իր սաթենիկին գրկած վերադառնում է հազարամյակներից նոր իրականություն, արդեն Մերսեդեսով երևի կամ էլ հայկական արտադրության լավագույն մեքենայով երևի։ Այսինքն բան չկա, այսպեսի ճանապարհ անցել է Գերմանիան, կրկնում եմ, շատ ծանր վիճակում, բայց այդ ճանապարհ անցել է Հարավային Կորեան, որը շատ աղետալի վիճակ էր, գողերի, ավազակների, մաֆիոզների պետություն էր, իսկական, Կորեան չեբոլների հետ հանցագործ միավորումների երկիր էր, բայց հիմա առանց Կորեա աշխարհ ոնց որ չկա, այդ Թայվանի մասին չեմ ասում, Կորեան շատ նման է մեր այդ ընտանեկան բիզնես, խարդախություններ, այս կծեր բան, ինչ որ եղել է Սերժի ժամանակ, դրա համար էլ երևի գնաց Կորեայում այնտեղ դզվեց, փչվեց եկավ, էլի, փոխանակ երկիրը դզեր փչեր։ Այսպես ուրեմն, դրա համար, բայց նաև այստեղ կա ուրիշ մի բան։ Հիմա հերթով եկավ, այնը պիտի ասեք, նոր էլիտա է մեզ պետք։ Ազգային դաստիարակված կրթված էլիտա։ Առանց կրթված էլիտայի հնարավոր չի Հայաստանը վերականգնել, որոնց պիտի բոլորին ստուգել, որևէ երկրի գաղտնի ծառայության հետ ով կա, պիտի դուրս չպրտել, ցանկացած տեղից, առաջինը ռուսներին, ռուսագանը, որտեղ վխտում է, դա շատ է, էլի, կամ տոկոս պետք թողել, էլի, ռուսի շպիոն ասել 5 հոտ, ու ազգաններն իմանանք, ովքեր են այդ ռուսի շպիոնները։